Բարի երեկո, Ազատության շաբաթօրյա եթերում լրատվական կենտրոնն է, նախորդ թեմաները։ Հայաստանը կհյուրընկալի Եվրոպայի ամենահեղինակավոր քաղաքական միջոցառումներից մեկը, Եվրամիության առաջնորդները կժամանեն Երևան։ Ենթադրում եմ, որ սա երևի կլինի ամենամեծ միջազգային միջոցառումը, որտեղ տասնյակ եւ տասնյակ պետությունների ղեկավարներ կմասնակցեն։ Փորձ է արվում նշված նախագծով, կարծես թե օրինականացնել կոռուպցիան։ Իրավապաշտպանները խիստ քննադատում են կառավարության հավանությանն արժանացած նախագիծը, որով հնարավոր կլինի գումար մուծելով կրճատել ծառայության ժամկետը։ Սերժ Սարգսյանի դեմ երրորդ գործն է դատարան ուղարկվել, նրա թիմակիցները քաղաքական հետապնդում են որակում։ Լրագրողներին խնդրեցի, որ հանգիստ թողնեն Ռոբերտ Քոչարյանը։ Առաջինը հենց իրեն շեֆը ասեց, որ հանգիստ թողեք Քոչարյանին։ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջև լարվածությունը խորանում է, նախկին նախագահները մեղադրանքներ են ուղղում իրար։ Երեխայի անհետանալուց 3 շաբաթ անց փրկարարները նրա դին գտել են գետում։ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, թե Մոսկվան արգելափակում է հրադադարի բոլոր ջանքերը։ Հաջորդ տարի Հայաստանը հյուրընկալելու է Եվրոպայի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկը՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Երևան են ժամանելու Եվրամիության ու եվրոպական այլ երկրների առաջնորդները։ Գագաթնաժողովը ստեղծվել է 2022-ին Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայից հետո։ Այս տարի այն անցկացվում էր Ալբանիայում, վարչապետ Փաշինյանը հավաքի շրջանակում հանդիպեց Իլհամ Ալիևին։ Ադրբեջանում այս միջոցառումը տեղի կունենա 2028-ին։ Եվ թեմայի շուրջ զրուցել են Կապրի Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Բենյամին Պողոսյանի հետ։ Նախ առաջին հերթին նմանատիպ ցանկացած մեծ գագաթնաժողովի հյուրընկալումը արդեն օգուտ է ցանկացած պետության համար, առաջին հերթին Հայաստանի նման կոմպակտ պետությունների համար։ Ենթադրում եմ, որ սա երևի կլինի ամենամեծ միջազգային միջոցառումը, որտեղ տասնյակ եւ տասնյակ պետությունների ղեկավարներ կմասնակցեն, երևի դա սկսած 2018 թվականի աշնանը ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովից հետո։ Հասկանալ է, որ սա կնշանակի եւ միջազգային ԶԼՄ-ների, վերլուծական կենտրոնների ուշադրություն Հայաստանի նկատմամբ, այնպես որ բնական է, որ պլյուսներ կան։ Հայտնի է Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովն անցկացվել է Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո, դրանում Մոսկվան ու Մինսկը ներգրաված չեն, արդյոք այս գագաթնաժողովի անցկացումը հնարավոր է, կարող է բացասաբար ազդել հայ-ռուսական, առանց այդ էլ լարված հարաբերությունների վրա։ Օրեր առաջ գիտենք, որ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երևանում հայտարարեց, թե այս ձևաչափը մեջբերում եմ, ի սկզբանե ստեղծվել է փաստացի Ռուսաստանին եւ Բելարուսին մեկուսացնելու համար։ Մենք զրուցեինք 6 ամիս կամ 9 ամիս առաջ, միգուցե ես կհամաձայնվեի, որ սա առնվազն կարող է դիտարկվել որպես, այսպես ասենք, Ռուսաստանի դեմ Հայաստանի կողմից իրականացվող ոչ բարեկամական քայլերի շարքում։ Սակայն վերջին ամիսներին, առնվազն վերջին կես տարվա ընթացքում մենք տեսնում ենք քայլեր, թե Հայաստանի եւ թե Ռուսաստանի կողմից հարաբերություններում ինչ որ նոր նորմալ վիճակ գտնելու ուղղությամբ կամ առնվազն ցույց տալու հարաբերությունների հետագա վատթարացում, սկսած երկու ղեկավարների հանդիպումից 2024 թվականի աշնանը, Հայաստանի արտգործնախարարի այցը Մոսկվա 2025 թվականի հունվարին եւ ընդամենը մի քանի օր առաջ Ռուսաստանի արտգործնախարարն էր այստեղ։ Ինչքանով ես եմ պատկերացնում, Հայաստանի իշխանությունները փորձում են առնվազն ցույց տալ հարաբերությունների հետագա վատթարացում եւ առնվազն ուղեր ցղել Ռուսաստանին, որ Հայաստանը որևէ ցանկություն չունի Ռուսաստանի հետ ճշտամանալու, Հայաստանը որևէ ցանկություն չունի դառնալու Ռուսաստանի համար ոչ բարեկամական պետություն, եւ եթե իրավական առումով իհարկե հայ-ռուսական դաշինքը շարունակվում է, սակայն Հայաստանը ցանկանում է, որ պրակտիկ հարթության վրա գոնե Հայաստանը եւ Ռուսաստանը դառնան լավ գործընկերներ։ Եթե իրական ամբողջական դաշնակցային հարաբերությունները առայժմ, այսպես ասենք, հիմնականում թղթի վրա է։ Հետեւաբար այս միտումները հաշվի առնելով ես չեմ կարծում, որ սա կարելի է դիտարկել որպես եւս մեկ քայլ Ռուսաստանից հեռանալու կամ Ռուսաստանին գրգռելու եւ անկեղծ ասած կարող է միայն իհարկե ենթադրել, որ չեմ կարծում, որ սա Ռուսաստանի համար ինչ որ կարմիր գծերի տրորում է Հայաստանի կողմից, որ սա արդեն այն վերջին կաթիլն էր, որ հայ-ռուսական հարաբերությունները կոչնչացնի։ Երևի թե ոչ։ Նախաձեռնությունը որ կողմից է եկել, Երևանից թե Բրյուսելից, Հայաստանում նման մեծ մասշտաբի միջոցառում անցկացնելու։
կդժվարանամ ուղղակի պատասխանել, բայց թերևս տրամաբանությունը հուշում է, որ առնվազն նախաձեռնող պետք է Հայաստանը լինի։ Գիտենք, որ կարծես թե այնտեղ կարգ կա, որ գագաթնաժողովները անցկացվում են տարեկան 2 անգամ, 1 անգամ ԵՄ անդամ պետության տարածքում, մյուս անգամ անդամությունից դուրս, եւ եթե հիշենք 2023 թվականին Քիշինյովում էր 23-ի հունիսին եւ այնուհետեւ Գրանադայում Իսպանիա, նույնը տեղի ունեցավ նաեւ 2024 թվականին, վերջի հանդիպումը Ալբանիայում էր, որը նույնպես Եվրամիության անդամ պետություն չէ, բայց իհարկե ցանկացողներ շատ կլինեն եւ հասկանալի է, որ իմ գնահատմամբ առնվազն առաջին հերթին նախաձեռնությունը պետք է գա Հայաստանի կողմից, որ Հայաստանը ցանկանում է եւ պատրաստ է 2026 թվականի գարնանը որպես ԵՄ ոչ անդամ, այլ ԵՄ գործընկեր պետություն հյուրընկալել եւ ենթադրում եմ, որ պատասխանը եղել է դրական, որովհետեւ գոնե, այսպես ասենք, փակ դռների հետևում նման որոշումները կարծում եմ կոնսենսուսով են ընդունվում եւ նաեւ պատահական չի, որ Հայաստանը եւ Ադրբեջանը, այսպես ասենք, միմյանց օժանդակել են, մոտավորապես COP29-ի նման մի բան է տեղի ունենում, եթե հիշում եք 2023 թվականի դեկտեմբերի հայտնի այդ հայտարարությունը, որով Հայաստանը համաձայնվում էր, որ 2024-ի նոյեմբերին COP29-ը տեղի ունենա Ադրբեջանում։ Հիմա կարծես թե ինչ-որ նման բան է տեղի ունեցել, որ եկեք 2026 թվականին գործընկեր պետություն ընտրենք Հայաստանը, իսկ 2028 թվականին գործընկեր պետություն ընտրենք Ադրբեջանը։ Պետք է նաև տեսնել, թե սա ինչ ազդեցություն կարող է ունենալ հայ-ադրբեջանական բանակցությունների կամ խաղաղ գործընթացի վրա, որտեղ փաստացի գործընթացը փակուղում է եւ չնայած տեքստը համաձայնեցված է, բայց ակնհայտ է, որ Ադրբեջանը որևէ տեքստ ստորագրելու ցանկություն չունի եւ միշտ ցանկանում է բաց պահել ցանկացած էսկալացիայի առիթ։ Մենք գիտենք, որ 2024 թվականին զսպող գործոններից մեկը դա COP29-ն էր եւ բազմաթիվ վերլուծաբաններ Հայաստանում, Հայաստանից դուրս գտնում էին, որ դժվար թե Ադրբեջանը լայնածավալ գործողությունների դիմի առնվազն նախքան COP29-ի անցկացումը։ Հիմա իհարկե միջոցառումը տեղի ունենալու Հայաստանում, բայց հետաքրքիր կլիներ հասկանալ արդյոք այս միջոցառման անցկացումը ինչ որ կերպ կարող է դառնալ զսպող գործոն Ադրբեջանի համար, եթե ընդունենք, որ Ադրբեջանը ունի պլաններ շարունակել Հայաստանի վրա ուժային ճնշումը։ Եթե հիմա, ապա կարծում եմ, որ արդեն 2025-ի վերջին կամ գոնե 2026-ի սկզբին երևի թե սա կարող է դառնալ զսպող գործոն, ինչպեսի զսպող գործոն օրինակ զսպող գործոնի դեր կատարում էր 2024-ի նոյեմբերին Ադրբեջանում COP-ի անցկացումը։ Այլ թեմաներ, իրավապաշտպանները քննադատում են գումարի դիմաց բանակում կարճ ծառայելու նախագիծը, որ արդեն նաև կառավարության հավանությանն է արժանացել։ Համոզված են խորանալու է սոցիալական բևեռացումը, աղքատների բանակ են անվանում։ Բացի այդ, ստացվում է, որ պետությունը չկարողանալով պայքարել կաշառքով ազատվելու դեմ օրինականացնում է դա։ Փորձ է արվում նշված նախագծով կարծես թե օրինականացնել կոռուպցիան։ Սա կոռուպցիան արմատախիլ անելու եւ վերացնելու ճանապարհ է։ Մեկ ամիս ծառայելու համար 24 միլիոն, 4 ամսվա դեպքում 18 միլիոն։ Պատկառելի գումարի դիմաց բանակում նվազագույն ժամկետներով ծառայելու նախագծի հեղինակը ՔՊԱ-կան падգամավոր Հայկ Սարգսյանն է։ Կառավարությունը հավանություն է տվել մեծ աղմուկ հանած օրինագծին։ Նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության վերջին նիստում նաև կոռուպցիայի դեմն առներն էր բերում իբրև հիմնավորում։ Չնայած բարեփոխումը նպատակ ունի զորակոչիկների թիվը ավելացնել եւ տարբեր ճանապարհներով զորակոչից խուսափելու հնարավորությունները սահմանափակել, ընդհուպ ամբողջությամբ արգելափակել, որպեսզի այն գումարները, որոնք տարբեր ուղիներով հոսում են տարբեր տեղեր, դրանք մտնեն պետական գանձարան եւ նույն ժամանակ մեծ հնարավորություն տան մեծացնելու պրոֆեսիոնալ բանակի հնարավորությունները եւ թվաքանակը։ Տարիներ շարունակ բանակի խնդիրներով զբաղվող իրավապաշտպանները մինչդեռ կարծում են, պետությունը կոռուպցիան արմատախիլ պետք է անի ոչ թե նման նախագծերի, այլ իրավապահ համակարգի օգնությամբ։ Ունենալով մեծ լծակներ, հանդիսանալով կառավարության ներկայացուցիչներ, այն падգամավորները, նախարարը, հենց պաշտպանության նախարարը ունենալով բնականաբար տվյալներ, թե քանի տոկոսն է քաղաքացիների կոռուպցիոն հիմունքներով ազատվում զինվորական ծառայությունից, պետք է խնդիրը սկսել լուծել հենց այդ տեղից, ոչ թե հասցնել այն փուլին, որ ուղղակի ֆինանսական միջոցներով փորձեն անձանց ազատել ծառայությունից, որը ըստ էության մեծ հաշվով որևէ դրական փոփոխություն չի առաջացնելու երկրի մարտունակության առումով։ Հայկ Սարգսյանը իր նախաձեռնության հիմնավորման մեջ գրել է, որ վերջին 10 տարիներին զորակոչիկների միայն 30-40%-ն է բանակ գնում։
Կոնկրետ թվեր ունի նախորդ 4 տարիներին մինչև զորակոչի տարիքը լրանալը Հայաստանի քաղաքացիությունից 8721 տղա է հրաժարվել։ Գիտի, որ կոռուպցիոն սխեմաներ են գործում հիվանդությունների վերաբերյալ առողջական կեղծ փաստաթղթերի միջոցով։ Ավելին, որ տարկետում ստացած ու ծառայությունից ազատվածների ավելի քան 80%-ի դեպքում հիմքն առողջական խնդիրներն են, բայց չգիտի իր ակնարկած կոռուպցիոն քանի դեպք են իրավապահները բացահայտել։ Կա տարի, երբ ինչ որ հիվանդությունով 0 ազատված կամ տարկետում ունեցող ունենք, կամ թիվը շատ փոքր է եւ ունենք հաջորդ տարի 200 կամ 300 նման դեպք։ Իրավապահները զբաղվում են, բայց դա պետք է իրավապահներին արդեն հարցնեք։ Ազատությունը գլխավոր դատախազություն հարցում է ուղարկել, պարզելու թե նախորդ 2 տարիներին բանակից ազատվելու կոռուպցիոն քանի սխեմա է բացահայտվել, ովքեր են մեղադրյալները։ Պատասխան դեռ չունենք։ Զորակոչի ենթակա տարիքային խմբի կեսից քիչն է զորակոչվում բանակ։ Սա կամ նշանակում է, որ մեծ սերունդը առողջական ծանր խնդիրներ ունի, կամ էլ զորակոչը Հայաստանի Հանրապետությունում մնում է կոռուպցիայի ամենածաղկում միջավայրը, որտեղ միմյանց հետ դաշնակցում են բժշկական հանրության, զինվորականության եւ հանրության ներկայացուցիչներ։ Եթե այսպես է, իսկ նման հավանականություն կա, սա պետությունը քայքայող դաշինք է, ու մեր պարտքն է ջարդել այդ դաշինքի ողնաշարը, որովհետև այդ դաշինքը կասկածի տակ է դնում մեր պետության գոյության իրավունքը։ Վարչապետի հայտարարությունից գրեթե 1.5 տարի անց նրա կուսակից Հայկ Սարգսյանը հայտարարում է. Կա համատարած կոռուպցիա եւ հազարավոր քաղաքացիներ ներգրավված են կոռուպցիոն սխեմաների մեջ եւ սա չի կարելի դնել մի կառույցի պատասխանատվության վրա եւ ասել գիտես ինչ դու պետք է գնաս բացահայտես, այո մենք նման ցանկություն քաղաքական ունենք, հայտնում ենք, չկա վերևից ներքև համատարած կոռուպցիա, չկա քվոտաներ, որ որևէ վայնկոմ կամ որևէ ոստիկանության աշխատող կամ նախարար ունենա անձանց թիվ, ում կարողանա ասել գիտեք ինչ կա սրանց ազատեք կամ սրանց տարգետում տվեք։ Ասում եք համատարած կոռուպցիա կա։ Համատարած, բայց ոչ համակարգային, դա շատ կարևոր է։ Եթե կոռուպցիա կա ներքևի ուղղակում, որը համակարգված չի եւ բացահայտվելու դեպքում խստագույնս պատժվում են անձինք։ Իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը հենց հեղինակի հիմնավորումներում բերած թիվը, որ զորակոչիկների միայն 30-40%-ն է գնում բանակ, համակարգային կոռուպցիայի վկայություն է համարում։ Գումարի դիմաց նվազագույն ժամկետով ծառայելու նախաձեռնությունը այս իշխանության օրոք 2 անգամ տարբեր պատճառներով օրենք չի դարձել։ Եթե 6 տարի առաջ նույն Հայկ Սարգսյանի նախաձեռնությանը հենց պաշտպանության նախարարությունն էր դեմ դուրս եկել, ապա 2022-ին ռազմական գերատեսչությունն ինքն է առաջարկել վճարել 24 միլիոն եւ ծառայել 4.5 ամիս։ Պատերազմող երկրի համար վտանգավոր օրինագծից մինչև սոցիալական բևեռացման խորացում քննադատությունները շատ են։ Հստակ է, որ նման գումար կարող են այս պահին ունենալ միայն հարուստները, մեծահարուստ խավի ներկայացուցիչները, եւ բանակը կրկին մնում է միջին եւ ցածր, խավի անձանց պարտավորությունը, սահմանադրական պարտավորությունը այս պահի դրությամբ։ Նախագիծը ոչ թե հարուստների համար է, այլ մեր մյուս խավերի, մեր քաղաքացիների համար ինչու, որովհետև ձեր նշած հարուստները այսօր էլ չեն ծառայել, երեկ էլ չեն ծառայել եւ եթե այս փոփոխությունները չկատարենք, առաջիկայում էլ չեն ծառայելու։ Եվ եթե մենք կրկնակի փորձաքննությունը չքրեականացնենք, մենք չենք կարողանալու այս նշված անձանց բերելու կրկնակի փորձաքննության, որպեսզի բացահայտենք, որ իրենց առողջական թղթերը կեղծ են եւ նրանց զորակոչելու պարտադիր։ Քանի միջին խավի դուք միջին խավի քանի ներկայացուցիչ եք ճանաչում, որ 24 միլիոն այսպես հանգիստ կարող է տալ եւ ասել, որ իմ երեխան թող 1 ամիս ծառայի։ Միջին խավի համար 24 միլիոն վճարելը այդպես հեշտ չի կարող լինել։ Ես առաջիկայում նաև կառաջարկել եմ, որպեսզի գումարների թվերը քչացվեն եւ ավելի փոքր թիվ սահմանվի, որպեսզի նաև կոռուպցիայի հետ երբ համեմատում ենք, թվերը լինեն համադրելի։ Եթե մենք գիտենք, որ կոռուպցիոն սխեմաներով օրինակ 10-ից 20,000 դոլարի սահմաններում է տատանվում, տարկետում ստանալը կամ ազատվելը, օրինական ճանապարհով կարճատև զինվորական ծառայության հնարավորության թվերը պետք է լինեն համադրելի, որպեսզի այս կոռուպցիոն ճանապարհները մենք փակենք, որպեսզի քաղաքացին հասկանա, որ ես կվճարեմ ավելի շատ,
բայց մի փոքր ավելի շատ կամ երկու անգամ ավելի շատ իմ պետությանը եւ դրա պատճառով չեմ հետապնդվի։ Իշխող քաղաքացիական պայմանագրում, ասում էր Սարգսյանը, կան դեմ падգամավորներ։ Քննարկումները շարունակվում են, բայց բացառեց, որ կառավարության դրական դիրքորոշումից հետո խմբակցությունը դեմ քվեարկի։ Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովում նախագծերի փաթեթը կքննարկվի երկուշաբթի, նիստերի դահլիճում, երեքշաբթի սկսվող քառօրյայի ընթացքում։ Հակակոռուպցիոն կոմիտեն Սերժ Սարգսյանի դեմ հերթական արդեն երրորդ գործն է ուղարկել դատարան։ Ըստ իրավապահների, նախագահության շրջանում Սարգսյանը գործարար Սիլվա Համբարձումյանից ստացել է շուրջ 3 միլիոն դոլար նրա բիզնես գործունեությունը չխոչընդոտելու համար։ Երրորդ նախագահի թիմակիցները սա համարում են քաղաքական հետապնդում կապված Սարգսյանի վերջին ակտիվության հետ, ինչպես նաև գալիք տարվա ընտրություններին ընդառաջ։ Եթե գործ ուղարկվել է դատարան, ապա հիմքերը կան եւ իրենք են չէ անհանգստանում, ասում են ինչ կա այդ գործից, հենա, ուրեմն մի բան կա։ Հիմա խնդրեմ ազատ երկիր է, ազատ խոսքով կարող են գնալ ու հակառակում ապացուցել, իսկ դա որպես ճնշում գործադրելը, ես եթե ճնշում է, ապա այդ գործը շատ հեշտությամբ կարող է փլուզվել։ Բոլոր այդ նախկին խնդրահարույց դեմքերը այսօր քաղաքականության մեջ մնում են մի բանի համար, որ նման դեպքերում, երբ որ դատական տարբեր այցյաններում իրենց մասին կլինեն դատավարություններ, ներկայացնել դա իբրև քաղաքական ճնշում, եւ մենք անընդհատ դա տեսնում ենք։ Սա նաև քաղաքական գործունեության սահմանափակմանը ուղղված քայլ է։ Տարիներ շարունակ հանրությանը ներկայացրել են կեղծ տեղեկություններ, որոնք ունեն նաև զրպարտող բնույթ, եւ 7 տարվա ընթացքում որևէ վճիռ չկա։ Եղել են դատական process-ներ, որ Սերժ Սարգսյանը արդարացվել է։ Հիմա բնականաբար ընտրությունից առաջ հասարակության մոտ մեծ թվով հարցեր են առաջացել։ Իշխանությունը ստել է, մարդկանց զրպարտել է, օգտագործել է դատաիրավական համակարգը։ Այս դեպքում քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու եւ հետապնդելու համար եւ ըստ էության ուրիշ այլ արդյունք չունի։ Եվ սրանով պայմանած իշխանությունը առաջիկա 1 տարում ուժգնացնելու է այդ process-ները եւ փորձելու է հանրությանը համոզել, որ ինքը տեր է իր խոստմանը եւ քրեական գործերը կարողանալու է հասնել իր տրամաբանական ավարտին։ Այստեղ քրեական գործ չկա, որ քրեական գործ ուղարկեն դատարան։ Չկան ապացույցներ։ Մեղադրանքը այնքան անհիմն է, որ 2018 թվականից մինչև 21 թվականի վերջը 3 տարի եւ ավել ժամանակահատված։ Նույն փաստակազմով պարոն նախագահին մեղադրանք առաջադրված չի եղել, այնքան անհեթեթ է եղել։ 7 տարի ավել անց հետո այս անհեթեթությունը ուղարկվում է դատարան։ Այս գործի փաստակազմից եւ իրավական որակումից անհեթեթ որևէ փաթեթ ինձ դեռևս չի հանդիպել։ Խնդրում եմ դատարանում հետևել այս գործի տրամաբանական վախճանին։ Զուգահեռ ավելի ու ավելի խորանում է Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջև լարվածությունը։ Երկրորդ եւ երրորդ նախագահները, եթե նախկինում միմյանց թիմերի միջոցով էին իրար քննադատում, ապա հիմա արդեն ուղիղ։ Լրագրողներին խնդրեցի, որ հանգիստ թողնեն Ռոբերտ Քոչարյանը։ Հիմա էլ ձեզ եմ խնդրում, հանգիստ թողեք։ Առաջինը հենց իրեն շեֆը ասեց, որ հանգիստ թողեք Քոչարյանին։ Ուզում եմ ասել, որ ես մեր կուսակցության շեֆը չեմ։ Ես ՀԿ-ի նախագահն եմ եւ պաշտոնատող հանրապետության երրորդ նախագահ։ Պատճառները հետևյալն են. հսկայական լարվածություններ է եղել երկրի ներսում։ Չափազանց մեծ բաներ, ասենց հակում կար քաղաքական մոնոպոլիայի, տնտեսական մոնոպոլիաների եւ սա միարտացում էր հավաքի։ Տրիգերը եղավ, երբ երրորդ նախագահան ընտրվեց վարչապետ։ Ոնց եղավ, որ դուք չգնահատեցիք իրական լարվածության աստիճանը։ Ես ձեզ խնդրում եմ 18 թվականի մասով ինձ հարցեր մի ուղղեք։ Ուզում եք դուք էլ հիմա բարձրաձայն գոռացեք, որ ես եմ բերել Ռոբերտ Քոչարյանը այսօրվանին, խնդրել եմ որ գա, օգնել եմ որ գա։ Շատ լավ գիտեք, թե այդ օրերին իշխանության կողմից անգամ մեկ մարդու կյանքից զրկել ինչ անհնազանդության ալիք ու քաոս կառաջացնել երկրով մեկ։ Հիմա այդ անխուսափելիությունը փորձում են հիմնավորել հետևյալը, որ չեն կրակելու ժողովրդի վրա։ Իսկ ով ասում, որ պիտի կրակեիք։ Ընդհանրապես պետք է փորձել իրենց շրջանակներից գտնել մի մարդ եւ փորձել վիճակը հանգստացնել։ Ինձ համար պարզ է, թե ինչու են նրանք այդպես վարվում կամ այդքան փութաջանորեն փողարկում 2018-ին իշխանազավթներին աջակցելու սեփական քայլերը, իսկ միգուցե գալիք ընտրություններից առաջ
պարզապես փորձում են ընդդիմադիր ձայներ փախցնել։ Ինչի ես թիկունք չկազմեցիք, պահեցիք իրենց։ Ես զանգել եմ այն ժամանակ երրորդ նախագահին։ Ես ընդհանրապես հակված չեմ անձնական խոսակցություններ, անձնական զրույցները հրապարակայնացնել։ Ես զանգեցի եւ ասում եմ դու վիճակը ո՞նց ես գնահատում։ Պրոբլեմա։ Ինքը շատ հանգիստ ասեց, ինչ պրոբլեմ չկա, ամեն ինչ կոնտրոլի տակ։ Մի քանի օր հետո հրաժարական տվեց։ Ինչ պիտի անեմ։ Իմ լեքսիկոնում ու կարծում եմ երևի մի 10-15 տարի հետևում է։ Երբեք լսել եք այդպիսի բան, կոնտրոլի տակ։ Ես չունեմ այդպիսի բան։ Մտնել մի process-ի մեջ, որը զրոյին ձգտող հաջողության հավանականություն ունի, ինձ համար դա իսկապես հետաքրքիր չի։ Մեր հիմնավորումները դա է, որ մենք ասում ենք փորձենք։ Իսկ եթե չստացվի, պարոն Սարգսյան, Այն սիրուն անուններով, ինչ որ համանadrության վրա հղումներ կատարելով բան, դու անդուրջ է դա։ Ներողություն, բայց դուք համանadrության մեջ գրված հոդվածին անլուծությամբ եք վերաբերվում։ Այսինքն 21 թվականի ընտրություններին գնալը շատ լուրջ էր, որ հաղթելու ենք, իսկ impeachment անելը անլուրջ է։ Տարօրինակ չի թվում, թե կուսակցությունը, որը երկար տարիներ եղել է իշխող կուսակցություն, տեխնացություն չունի։ Հեռանկարը չեմ տեսնում, դրա համար տեխնացություն չունի։ Մենք ի տարբերություն շատ շատերի գիտակցում ենք, որ եթե մենք տեխնացու առաջադրենք, ապա հակադրությունը ոչ միայն ԿՊ-ի կողմից է լինելու։ Շատ պարզ է, չէ՞։ Ավելի մեծ հակադրություն է։ Չեմ լսել մեկ մարդու կարծիք, որ դա իրատեսական սցենար։ Բոլորդ միավորվեք, գնանք փորձենք impeachment անենք, որ այդ անդառնալի փոփոխությունները չլինի։ Երևի ձեր հարցը դրան է վերա։ Ո՞վ է թիրախավորում։ Այո, ո՞վ է ձեզ թիրախում։ Նրանց, ովքեր այդ թեման քշում են, նախաձեռնողներ եւ կոնկրետ աջակցողներ։ Ես տվյալ դեպքում ենթացեք սա ձեր հանրապետական կուսակցությունն է ենթադրում։ Հիմա իրենք ընտրել են այս մարտավարությունը, թող շարունակեն։ Դու ուշադրությամբ դիտել եք կամ ընթերցել եք երկրորդ նախագահի հարցազրույցը, ինքը այնտեղ ասում է, որ այդ process-ը գոնե իրենց իր կողմից սկսվել է 2008-ից հետո։ Այո, ես չեմ կարծում, որ մենք այլ ընտրանք ենք ունենալ։ Ես ամենայն դեպս Ռոբերտ Քոչարյանին ճշնամի չեմ համարում։ Եթե հարցը այնպեսին է լինի, որ սրանցից ազատվելու համար պետք է ձևավորել կուսակցական կոալիցիան, այո, պետք է ձևավորել։ Չպետք է նայես այդ ազնականին, մեկը սենց ասեց, մեկը նենց ասեց, մեկը խաբեց, մեկը սուտ ասեց։ Ես նպատակ չունեմ, եւ իմ թիմակիցները նպատակ չունեն իշխանության գալու։ Մեր նպատակը իշխանափոխությունն է։ Երկրորդ նպատակը իմ ընկերների վերադարձը Բաքվի բանտերից։ Ես ուրիշ ոչինչ բան չեմ ուզում։ Ով ինչ ուզում է, թող ամբողջովին վերցնի։ Հիմա ես ասում եմ, ես այն մարդն եմ, որ կարող եմ այս հարցերը լուծել։ Չեք ուզում հարցերը լուծվի, գնացեք, ուզում եք քվարկեք, ուզում եք հարցերը լուծվի, քվարկեք։ Սենց ալի։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնելու Ռուսաստան մայիսի 27-ից 29-ը անցկացվելիք անվտանգության հարցերով պատասխանատու բարձր ներկայացուցիչների միջազգային հանդիպմանը։ Քարտուղարի գրասենյակից պատճառաբանել են, որ Գրիգորյանը մասնակցելու է մայիսի 28-ին Հանրապետության տոնի միջոցառումներին։ Լրատվական կենտրոնն է Ազատության եթերում, օրվա լուրերն անընդհատ թարմացվում են մեր Telegram-ի ալիքում, իսկ այս թողարկման երկրորդ հատվածի թեմաներն են։ Երեխայի անհետանալուց 3 շաբաթ անց փրկարարները նրա դին գտել են գետում։ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, թե Մոսկվան արգելափակում է հրադադարի բոլոր ջանքերը։ Իրավապահները բացահայտել են քննչական կոմիտեի շենքից խոշոր գումարի գողությունը։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ ձերբակալվածները տվել են խոստովանական ցուցմունքներ, հայտնաբերվել է հափշտակված 590,000 մեծ մասը, ձեռնարկվում են միջոցառումներ, մնացած 11,200 գտնելու ուղղությամբ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել մեկ ձերբակալվածի մասին, ըստ մամուլի նա քննչական կոմիտեի վարչություններից մեկի պետի պաշտոնակատարն է։ Գողացված գումարը ըստ լրատվամիջոցների ինչ-որ գործով իրեղեն ցույց է, որ պահվում էր քննչական կոմիտեում։
Շուրջ 3 շաբաթվա որոնումներից հետո այսօր առավոտյան Մարմարիկ գետում Հրազդան ջեկի կամրջի մոտ փրկարարները հայտնաբերել են երեխայի դին 2 տարեկան Տիգրանը մայիսի 4-ին անհետացել էր տան բակից, որը գետից մի քանի մետր հեռավորությամբ է։ Պետական հիմնադրամը, որ նաև վարչապետն է ընդունում ամբողջությամբ ծախողել է, շարունակում է բյուջեից գումարներ ստանալ։ Ճիշտ է, դրանք արդեն նախկին պարտքերը մարելու հիմնադրամը փակելուն են ուղղված, բայց փոքր թվեր չեն։ Մինչ այդ քրեական գործով որևէ մեղադրյալ չկա, ԱՆԻՖ-ը տապալել է մի քանի խոշոր նախագծեր, այդ թվում ազգային ավիափոխադրող Fly-Arn անսննկացավ, կոռուպցիայի վերաբերյալ հրապարակումներ կան։ Կառավարությունը պետական բյուջեի պահոստային ֆոնդից կրկին խոշոր գումար կհատկացնի միլիարդներ փոշիացրած կոռուպցիոն սկանդալներով շրջապատված Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին ԱՆԻՖ-ին։ Շուրջ 84 միլիոն միայն կողմի չգործող ֆոնդի շահութահարկի վճարմանը։ Պետական բյուջեից հատկացվում է, ճիշտ է, նշվել էր 84 միլիոնը, բայց իրական 123, մոտարապես 124 միլիոն դրամի պետական բյուջեից գումար է տրամադրվում շահութահարկ եւ այլ հարկեր վճարելու համար։ Այսինքն պետք է արձանագրել, որ մի հիմնադրամ, որը գործել է կառավարության ներքո, մսխել է հարկատուների գումարը 60 միլիոն դոլարից ավել, բայց դա բավարար չէ, լուծարման այս ամբողջ process-ի ընթացքում պետական բյուջեից հավելյալ գումարներ է գնել։ Կառավարության հիմնավորմամբ ընկերությանը 2024-ի մայիս-դեկտեմբեր ժամանակահատվածի համար տրամադրված 1.7 միլիարդ դրամ դրամաշնորհը չի ներառել 2024 թվականի շահութահարկի գումարը։ Գործադիրի դեռ նախորդ ամռանը կայացրած որոշման համաձայն ԱՆԻՖ հիմնադրամը պետք է լուծարվեր։ 3 հատկացված շուրջ 124 միլիոնը հենց ԱՆԻՖ-ի լուծարման գործընթացի շրջանակում տրամադրված գումարի հարկային պարտավորությունների մարման նպատակով է։ Պաշտոնական փաստաթղթերով տրամադրված 1.7 միլիարդից 1.2 միլիարդից ավելին 2024 թվականի օգոստոսի դրությամբ ծախսվել է վարկերի մարումների, տոկոսավճարների, տույժերի, աշխատավարձերի, վերջնահաշվարկների, արձակման նպաստների, վարձավճարների եւ այլնի համար։ Մնացորդը նախատեսված էր լուծարման գործընթացի հետագա ծախսերի համար։ Եթե այս տարվա համար 123 միլիոն էր, հաջորդ տարվա համար այդքան, մյուս տարվա համար այդքան, այսինքն քիչ հերիք բոլոր հարկատուների գումարները մսխել են, հիմա չենք էլ պրծնում այդ հիմնադրամից։ Փակելու համար գումարը տալիս են, չեն պրծնում։ Այս տարի այդ շահութահարկի մյուս հարկերի համար տալիս են, էլի չի պրծնում։ Այսինքն լուծարման process-ում նույնիսկ էլի հարված են հասցնում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին եւ հարկատուների գրպանին։ ԱՆԻՖ-ի խնդիրն ուշադրության կենտրոնում պահող ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը հիշեցրեց, լուծարումը կարող է տարիներ տևել։ Ինչու որոշումից գրեթե 1 տարի անց ֆոնդը չի լուծարվել, Ազատությունը պետական գույքի կառավարման կոմիտեից ճշտեց։ Իրականացվում են լուծարման հանձնաժողովի ստեղծման նախապատրաստական աշխատանքներ, մասնավորապես ընթանում են դուստր ընկերությունների լուծարման կամ փակման աշխատանքները։ Լուծարման հանձնաժողովը մինչ օրս չի ստեղծվել, քանի որ արաբական Մազդար ընկերության հետ բանակցությունները շարունակվում են, պատասխանեցին Պետգույքի կոմիտեից։ Այն, որ տապալված հիմնադրամի լուծարման գործընթացը կարող է երկար տևել, պարզ է դառնում նաև էկոնոմիկայի նախարարության պատասխանից։ Մեզ հայտնեցին, որ Մազդարի հետ բանակցությունները դեռ շարունակվում են։ Մազդարն ու ԱՆԻՖ-ը դեռ անցած տարի Իտալիի գյուղերից մեկում պետք է արևային կայան կառուցած լինեին, բայց մինչ օրս որևէ աշխատանք չի արվել։ Վերջերս էկոնոմիկայի նախարարությունը հայտարարեց, թե AIG1 արևային ֆոտովոլտային ծրագրի շինարարության մեկնարկը կտրվի հաջորդ տարվա սկզբին։ Անկեղծ ասած դժվար եմ պատկերացնում, որ այդ պրոյեկտը եւս հաջողություն կունենա, հաջողություն ունենալու լիներ, մինչեւ այսօր կունենար, զուգահեռաբար ուզում եմ ձեզ հիշեցնել, որ նույն Մազդարը Ադրբեջանի հետ պայմանագիր է կնքել, կարողացել են իրականացնել իրենց պրոյեկտները, միևնույն ժամանակահատվածում Հայաստանում ուղղակի տապալել են բոլոր համագործակցությունները։ ԱՆԻՖ-ի ամենախոշոր ներդրումներից էր նաև Fly-Arn ազգային ավիափոխադրողի ծրագիրը, բայց այս ընկերությունն էլ լուծարման փուլում է, ընդ որում աշխատակիցները վերջերս Ազատությանը պատմել էին, թե դեռևս չեն ստացել իրենց հասանելիք աշխատավարձը։ ԱՆԻՖ-ը բազմադրվակ քրեական վարույթներով է անցնում, գործերը շուրջ 2 տարի ընթացքի մեջ են, բայց մեղադրյալներ մինչ օրս չկան։ Ֆոնդին առնչվող քրեական վարույթը 2023 թվականին է նախաձեռնվել։ Հիմքում ֆոնդի 2019-ից 2023 թվականներին տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանի վերաբերյալ վարչական վարույթն է, հարուցված կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում։ Ըստ Ազատության եւ հետքի հետաքննությունների ԱՆԻՖ-ը Ավինյանի պաշտոնավարման ընթացքում ներդրումներ է հատկացրել նրա համադասարանցուն ու կնոջ ընկերուհուն պատկանող ընկերություններին։ Սակայն վերջերս Ավինյանը հայտարարել էր, թե ԱՆԻՖ-ի գործով իրեն առնչվող իրավական գործընթաց չկա, ավելին վստահեցրել էր, թե չի էլ կարող լինել։ Ես ԱՆԻՖ հիմնադրամից
Անիվ ՓԲ-ից երբևէ աշխատավարձ չեմ ստացել եւ Անիվի մասով քրեական գործը թող ավարտվի, թող ամփոփվի, ես մանրամասն Գրիգորյանի գործի բացահայտման ձգձգումը իրավապահ համակարգի դանդաղկոտություն չի համարում, քանի որ մի շարք գործերով հստակ է ով է ղեկավարը եղել այդ ժամանակ, ինչ գումար է եղել, որը չկա, այլ կարծում է, որ ամենաբարձր մակարդակով անում են հնարավորը գործը չբացահայտելու համար։ Նա հիշեցրեց, որ անցած տարի վարչապետին հերթական հարցից հետո Տիգրան Ավինյանն ու ՊՎԾ-պետը հրավիրվեցին կառավարություն, ինչից ենթադրել էին, թե սայլը տեղից կարող է շարժվել, սակայն սայլը մնաց տեղում։ Հակառակ դեպքում Նիկոլ Փաշինյանը ինքը հետաքրքրված կլիներ, որպեսզի գործը բացահայտվի, հատկապես որ ամեն անգամ հնարավորություն ունենում եմ այդ հարցերը հղելու, ինքն էլ կարծես թե հասկանալով, որ այս գործը տեղից չի էլ կարող շարժվել, ուղղակի այսպես հիստերիայի մեջ է ընկնում։ Եթե ինքը ուղիղ ներգրավվածություն չունենար, ես կարծում եմ այս գործը ինչ որ փուլում արդեն կբացահայտվեր։ Մի քանի շաբաթ առաջ ազգային ժողով կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ հենց կոռուպցիայի մասին հարցերից, որոնց մեծ մասը առնչվում էին Անիվին։ Այս միջադեպից մեկ օր անց մայիսի 8-ին գլխավոր դատախազը ազգային ժողովում չբացառեց, որ առաջիկայում Անիվի գործով քրեական հետապնդումներ լինեն։ Միջազգային լրահոսից Ռուսաստանն ու Ուկրաինան այսօր ռազմագերիներ են փոխանակել 307-ը 307-ի դիմաց Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։ Միաժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ գիշերը բալիստիկ հրթիռներով եւ անօդաչուներով հարձակումը եւս մեկ անգամ վկայում է, որ Մոսկվան արգելափակում է հրադադարին ուղղված բոլոր ջանքերը։ Թուրքիայի արտգործնախարարը երկուշաբթի մեկնում է Մոսկվա, Անկարայի դիվանագիտական աղբյուրները ռուսական պետական լրատվական գործակալությանը հայտնել են, որ Հաքամ Ֆիդանն առաջարկելու է միջնորդի դեր Մոսկվայի եւ Կիևի միջև։ Թուրքական աղբյուրները առանց մանրամասների միայն նշել են, որ խոսքը հակամարտության արդար եւ հարատև լուծման մասին է։ Հայաստան վերադառնանք, լրագրողական կազմակերպություններն ու եթերը կարգավորող պետական հանձնաժողովը միմյանց մեղադրում են կողմնակալության մեջ։ Կառավարությունը հիմնադրամ է ստեղծում աջակցելու լրատվամիջոցներին, որ որակյալ արտադրանք ունենան։ Քաղաքասարակությունում մտավախություն ունեն, թե ֆինանսավորումը կտրամադրվի ըստ քաղաքական նպատակահարմարության։ Լրագրողական կազմակերպություններն ընդդեմ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի եւ հակառակը կողմերը միմյանցից խիստ դժգոհ են։ Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ հաղորդման ընթացքում հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը խոսելով մեդիադաշտի խնդիրներից դժգոհեց, թե լրագրողական մի շարք խոշոր կազմակերպություններ քննադատել են կառավարության կողմից հանրօգուտ մեդիա միջավայր հիմնադրամ ստեղծելու գաղափարը։ Նեղսրտեցին այդ հասարակական կազմակերպությունները, որ այդ կառավարությունը դա արել է առանց իրենց հետ խորհրդակցության։ Չի կարելի ցանկացած լավ գործ արժեք զրկել միայն նրա համար, որ դու դրա մեջ մասնակցություն չունես։ Հակոբյանը խեղաթյուրում է հայտարարության բովանդակությունը, ինչպես նաև բուն խնդիրը ի պատասխան հայտարարեցին լրագրողական 8 կազմակերպությունները։ Իրականում հայտարարության իմաստն այն էր, որ եթե պետությունը որոշել է ձևավորել հանրօգուտ մեդիա միջավայր հիմնադրամ, ապա դրանից օգտվելու իրավունք ու հնարավորություն պետք է ունենան բոլոր տեսակի լրատվամիջոցները, որոնք պատրաստ են ստեղծել մշակութային, կրթական, մանկական, մարզական եւ այլ հանրային նշանակություն ու հետաքրքրություն ունեցող բովանդակություն։ Հայտարարության տակ ստորագրած Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի կարծիքով Տիգրան Հակոբյանը զբաղվեց նրանով, ինչն իր իրավասությունը չէ։ Նա նկատեց, որ Հակոբյանը սկսել է հաճախ անդրադառնալ հասարակական կազմակերպությունների գործունեությանը, մեղադրելով, թե թերանում են լրագրողական միջավայրն առողջացնելու հարցում։ Ես այստեղ կասեի, որ կարծես թե հիվանդությունը ցավոտ գլխից առողջ գլխի վրայի տեղափոխելու փորձ է կատարվում։ Լավ կլիներ Տիգրան Հակոբյանը պատշաճ կերպով իրականացներ հրահայի գործունեությունը եւ նպաստեր իրական բարեփոխումներ իրականացնելու այդ ոլորտում, որովհետեւ
այն ինչ արվում է ամենևին էլ չի հավապատասխանում այն սպասելիքներին։ Մելիքյանը հանձնաժողովի նախագահին հիշեցրեց, որ հայաստանյան հեռուստաեթերը խորը բևեռացված է, ինչը կարգավորելու խնդիրը պետության ուսերին է, հատկապես ոլորտը կարգավորող մարմնի։ Պետրոս Ղազարյանին տրված հարցազրույցում Հակոբյանը պնդել էր, թե լրագրողական կազմակերպությունների թիրախում միայն իշխանությունների գործողություններն են, չեն քննադատվում այն լրագրողները, որոնք սադրում կամ ատելության խոսք են տարածում։ Ինչ խոսք գնում այն հայտարարություն լինում արդեն 6 տարի ուղված մեր դեմ, նաև հանձնաժողովի, այնտեղ կա Գորիսի մամուլի ակումբ։ Դուք լսել եք այդպիսի մամուլի ակումբ։ Ինչով զբաղվում չի անում, հա։ Մենք փնտրեցինք եւ գտանք, որ նրանք ամեն տարի պետք է իրանց ֆինանսական հաշվետվությունը ներկայացնեն կայքում։ Կայքում ֆինանսական հաշվետվությունը չկար։ Մենք ՊԵԿ-ից, հա, ինֆորմացիա ստացանք, որ իրենց տարեկան բյուջեն այդ Գորիսի մամուլի ակումբի կազմում է մոտ 380 միլիոն դրամ։ Այն հիմնադրամը, որ ստեղծվում էր, տասնյակ հեռուստաընկերությունների համար ընդամենը 250 միլիոն դրամ էր։ 2000 թվականից գործող Գորիսի մամուլի ակումբը հայտարարություն է տարածել ու հորդորել առնվազն պաշտոնական կայքում ծանոթանալ մամուլի ակումբի գործունեությանը, ինչպես նաև ներկայացրել մանրամասն իրենց գործունեությունը։ Հեռուստատեսության ռադիոյի հանձնաժողովի նախագահի կողմից հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցված պնդումները, որոնք հիմնված են ապատեղեկատվության եւ թերի իրազեկվածության վրա, կազմակերպությանը թույլ օղակ ներկայացնելու եւ թիրախավորելու փորձը դատապարտված է անհաջողության։ Միջազգային դոնոր կազմակերպությունները, որոնք որ դրամաշնորհները տրամադրում են կազմակերպություններին, նրանք շատ լավ ուսումնասիրում են եւ այդ կազմակերպության հնարավորությունները, շատ լավ կազմակերպում են եւ վերահսկողությունը ոչ պակաս քան տեղական հարկային մարմինները։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը ծայրահեղ կողմնակալ որակեց նաև իրենց ուղղված մեղադրանքը, թե լրագրողական կազմակերպությունները լռում եւ չեն քննադատում լրագրողական էթիկայի կանոններից դուրս գործող լրատվամիջոցներին կամ լրագրողներին։ Մելիքյանը հորդորեց անտեղյակ հայտարարություններ անելու փոխարեն ծանոթանալ իրենց հայտարարություններին։ Անտեղյակներին ասեմ, որ մեր հայտարարություններից մի քանիսից հետո ընդդիմադիր դաշտի տասնյակ, եթե չասեմ հարյուրավոր լրագրողներ ստորագրահավաք էին անցկացնում քննադատելով, դատապարտելով դրանց դիրքորոշումը եւ գտնելով, որ ամեն դեպքում, ցանկացած դեպքում մենք պետք է սատարենք լրագրողներին անկախ նրանց վարքից եւ արտադրված բովանդակությունից։ Մենք այլ կարծիքի ենք, որ երբ լրագրողը խախտում է լրագրողական էթիկան եւ ապատեղեկատվություն է տարածում, ապա մենք մեզ իրավունք ենք վերապահում դրա մասին բարձրաձայնել։ Աշոտ Մելիքյանը չի հերքում հատկապես օնլայն հարթակում գործող լրատվամիջոցներում խնդիր կա ապատեղեկատվության, բևեռվածության, քարոզչության, սակայն պնդեց, բոլորին չի կարելի նույն հարթության մեջ դնել։ Որակյալին ըստ Մելիքյանի պետք է աջակցել, որ մյուսները մնան լուսանցքում։ Հայաստանյան իշխանություններն ունեն քաղաքական կամք, որ տրամադրեն գումար ու չմիջամտեն խմբագրական քաղաքականությանը հարցինի պատասխան Մելիքյանը նկատեց, որ Հայաստանում նման փորձ չի եղել ու գնահատելը դժվար է։ Հիմնադրամը պետք է շատ ավելի մեծ լինի, ունենա անկախ հոգահարցումների խորհուրդ եւ այդ խորհուրդը որոշի, թե որ կոնտենտի համար, որ լրատվամիջոցին, որ կարողությունների օգտագործման նպատակով կարելի է աջակցել։ Ընտրություններին ընդառաջ ստեղծվող Հանրօգուտ մեդիա միջավայր հիմնադրամը պետք է պետական միջոցներից դրամաշնորհներ տրամադրի հանրօգուտ բովանդակություն ստեղծող հեռուստաընկերություններին։ Կառավարության որոշման այն կետում, որտեղ խմբագրական քաղաքականությանը չմիջամտելու մասին է նշված, նաև գրված է. ստեղծվող կառույցը կողմերի միջև կամուրջ պետք է լինի, որի շնորհիվ պետությունը կհանրայնացնի կարևոր ուղերձները։ Ազատությունը փորձեց մեկնաբանություն ստանալ նաև հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանից։ Հակոբյանը նշեց, որ չի անդրադառնա իրեն ուղղված մեղադրանքներին, կխոսի, երբ հարմար կգտնի։ Գյումրիում փողոցների լայնածավալ վերանորոգումներ են, արդեն ավարտված հատվածներում դժգոհություն։ Մեծ գումարներ են ծախսվում, կարճ ժամանակ անց մայթերը պոկվում են, ասֆալտը ճակ տալիս, իսկ շարժասայլակների համար շինարարները արտասովոր լուծում են գտել։ Մի թեքահարտակ ու հենց դրա դիմաց բուսնած հոսանքի մի սյուն Գյումրիի Տերյան փողոցում։ Չնայած այս պարադոքսին, պետական կառույցներն ընդունել են փողոցի շինարարությունը, բայց եթե հաշմանդամություն ունեցող մարդը փորձի սայլակով բարձրանալ այս թեքահարտակով, պարզապես սյանն է բախվելու։ Ու եթե նույնիսկ այս մեկը մի կերպ շրջանցի, ապա նեղ մայթին տեղադրված մյուս Հենասյանը կհանդիպի։ Մարդիկ ուկան կալյասկով երեխու չդեն ինչ ղեշտան։ Սաղ բդի ես սուները
Պաբոյանը սա մինչև սոնք չեն եք, չենք ընդունել փողոցը, բայց պարզովիկը փողոցը ընդունել են։ Անվա Սալյակն ինչ եղել, սիգենելու բան։ Շինարարության պատվիրատուն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է։ Այս կառույցից Ազատությանը գրավոր հայտնել են, որ ի սկզբանե նպատակ են ունեցել հոսանքի ստորգետնյա մալուխներ անցկացնել, բայց չի ստացվել։ Մալուխների օդային ոչ թե ստորգետնյա միացումները պայմանավորված են բացառապես այն հանգամանքով, որ շինարարական աշխատանքների ամբողջ ընթացքում բազմիցս դիմել ենք պատկան մարմիններին, ստանալու աջակցություն, որպեսզի հնարավոր լինի սահմանված կարգով իրականացնել հին էլեկտրասյուների ապամոնտաժման և հոսանքալարերի ստորգետնյա անցկացման հետ կապված աշխատանքներ, սակայն տարբեր պատճառներով հնարավոր չի եղել դա իրականացնել։ Բայց թե ինչու է թեքահարտակը կառուցվել հենց սյան դիմաց, այս հարցին հիմնադրամից չեն անդրադարձել, փոխարենը նշել են, որ եւ իրենք եւ տեխնիկական վերահսկողը հսկել են աշխատանքի որակը, իսկ հայտնաբերված թերությունները շինարարն իր հաշվին կվերացնի, քանի որ գործում է 1 տարվա երաշխիքային սպասարկման կանոնը։ Արդյոք թեքահարտակը կամ սյունը կտեղափոխվեն, հիմնադրամի գրավոր պատասխանից պարզ չի դառնում։ Գյումրիի զբոսաշրջության ենթակառուցվածքների եւ ճանապարհների վերակառուցում ծրագրով քաղաքի պատմական միջուկում Սլաբոդկա թաղամասում 2 տարի առաջ են սկսել նորոգել փողոցները։ Կառավարությունը շինարարությունն իրականացնում է իր եւ համաշխարհային բանկի տրամադրած վարկային միջոցներով։ Սլաբոդկա թաղամասում այս ծրագրով մոտ 4.5 միլիարդ դրամ է ծախսվել։ Տեղի բնակիչները դեռ շինարարական աշխատանքների ժամանակ էին դժգոհում։ Նորոգումը նախատեսվածից երկար տևեց, իսկ ավարտից հետո գարնանն արդեն սկսեցին ի հայտ գալ թերությունները։ Օրինակ մայթերին շարված սալիկները ձյան հալվելուն պես սկսեցին քայքայվել, իսկ համացանցում փողոցի թերությունների մասին տեսանյութեր հայտնվեցին։ 3-4 ամիս առաջ էին դարձել քանդվի գարտեն, էլի դորից զարմացա։ Չէ, ուրիշ բան չկա, մի ներվեք։ Բնակիչները ցույց են տալիս 2 կիսավարտ փողոց Ջիվանի ու Աճեմյան, թեև ի սկզբանե դրանց նորոգումը նախատեսվել էր, բայց հետո բնակիչների պնդմամբ փոշմանել են ու փողոցները կիսավեր մնացել։ Ուր են դրանց համար նախատեսված գումարները հարցնում են ու պահանջում, որ կիսատ թողած գործը գան ու ավարտեն։ Մենք քսենք որ 20 սանտիմետր իջեցրեք փողոցի բարձրություն է։ Օրա գոնե տներս չլսվի չերերը։ Կանալիզացիան 1.50 սանտիմետր է, գազը 1.20 է, խմելու ջուրը 1.20։ Մենակ գինած գտած էս ջրահեռացմանն է, որը 50 սանտու վրա է։ Այդ որ համար է չեն ուզե փողոցի իջցնեն։ Այսինքն ծախս է, հա։ Երևի ծախս է, ես չգիտեմ ինչ ծախս է, հենց փորած վախտն է քսենք որ իջցրեք վար, չի ծծրեցին։ Խապեցին, չի ծծրեցին։ Դժգոհում են, միլիարդներ են ծախսվել, իսկ որակն այն չէ։ Գումարները ծախսվում են, բայց մեծ մասամբ աննպատակ ծախսերով առանց իրար հետ աշխատելու, կարծես ես չգիտեմ, էլի տարբեր երկրների կազմակերպություններ են։ Լավ է որակ։ Շատ ահավոր անորակ։ Հատկապես ինչն է ձեզ, այսպես ասած, տեսանելի թերություն, որ, չգիտեմ, առաջի հայացքից անցնես ու կտեսնես, էլի։ Ամեն ինչ է։ Նորմալ բան արված չէ։ Այս փողոցի ասֆալտը առաջի շերտը սև ավազ էր լցած, բիտում չկար ընդհանրապես։ Մի շաբաթ ալվել են իրանք, փճել են։ Չնայած տեսանելի թերություններին Սլաբոդկա թաղամասում 6 փողոցների հիմնանորոգումը եւ հիմնադրամը եւ մյուս կառույցներն ընդունել են ու ծրագիրը համարել ավարտված։ Երեքինը, այդ թվում տեղի բնակիչների մատնանշած Ջիվանի ու Աճեմյան, նաեւ Հանես Օղլյան փողոցների շինարարությունը պատվիրատուն դեռ չի ընդունել։ Թե ինչ է լինելու այս 3 փողոցների հետ, տարածքային զարգացման հիմնադրամից չեն հստակեցրել։ Այսքանը բաժանորդագրվեք Ազատության էջերին սոցիալական ցանցերում օրվա մյուս լուրերի համար, կհանդիպենք։